Special Envoy Witkoff, Marco Rubio. Հատուկ բանագնաց Witkoff-ը եւ Մարկո Ռուբիոն վերջին մեկ ամսվա ընթացքում գաղտնի աշխատում են խաղաղության ծրագրի վրա։ Նրանք հավասարապես աշխատում են երկու կողմերի եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ, հասկանալու համար, թե ինչ պարտավորություններ կստանձնեն այդ երկրները տևական խաղաղության հասնելու համար։ Այս նախագիծը մտահոգություններ է առաջացրել Եվրոպայում, որտեղ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ իրենք մեկուսացված կմնան բանակցային գործընթացից։ Հակամարտության հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչի տեղակալ Քրիստինա Գայովիշինը հայտարարել է, որ ուկրաինական հողը չի վաճառվում, փաստացի մերժելով Թրամփի ծրագիրը։ It is imperative to end this war. Գործընկերներ, դիվանագիտությունը տևական եւ արդար խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։ Միացյալ Նահանգները ներդրումներ է կատարել ամենաբարձր մակարդակով։ Անձամբ Միացյալ Նահանգների նախագահը այս պատերազմին վերջ տալու համար։ Մենք Ռուսաստանին առաջարկել ենք լավ պայմաններ, ներառյալ պատժամիջոցների մեղմացումը։ Մենք Ռուսաստանին կոչ ենք արել դադարեցնել իր հարձակումները եւ ուղիղ բանակցել Ուկրաինայի հետ խաղաղ կարգավորման հասնելու համար։ 4 տարի շարունակվող պատերազմի ընթացքում ռուսական ուժերը վերահսկում են Ուկրաինայի տարածքի մոտ 20%-ը։ Վլադիմիր Պուտինը դեռ 2024 թվականի հունիսին ներկայացրել էր իր հիմնական պայմանները, պահանջելով Կիևից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից եւ զորքերը դուրս բերել 4 մարզերից՝ Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնից եւ Զապորոժիայից, որոնք Մոսկվան հայտարարել է Ռուսաստանի տարածքի մաս։